Ծանոթ թե անծանոթ Կապանի երկրագիտական թանգարանում են, եկել են նշելու համաեվրոպական միջոցառումը։ Ցուցահանդեսներով, կրթական ծրագրերով ու տարաբնույթ նախաձեռնություններով մեկնարկեց թանգարանային գիշերը։ Թանգարանը դա յուրաքանչյուրիսն է, եւ յուրաքանչյուրիս գործունեությունը կարծում եմ միտված պիտի լինի նրան, որ հետագայում ներկայացվի թանգարանում լինելու պատվին։ Եվ վստահ եմ, որ այսօր գտնվող աշակերտներից շատերի կատարած աշխատանքը հետագայում կներկայացվեն Կապանի երկրագիտական թանգարանում։ Հնագիտություն հնից նոր խորագրով ցուցադրությամբ հանդես եկավ Կապանի երկրագիտականը։ Մոտ 70 հնագիտական առարկաներ առաջին անգամ վերականգնվել, ամրակայվել եւ նոր կյանք են ստացել հենց տեղում թանգարանում բացված լաբորատորիայում։ Մշակութասերները ծանոթացան ներկայացվող նյութերին, իմացան հարուստ ժառանգության մասին։ Կամավորների, վարպետաց դասեր անցկացողների, արհեստական պեղավայրում աշխատող աշակերտների հետ շրջայց իրականացվեց։ Թանգարանը մշակութային արժեքների պահոց է եւ ոչ միայն դպրոցն է, որ պետք է կապի թանգարանին, այլ նաեւ հասարակությունը իր կապը պետք է պահի ընդհանրապես հասարակության բոլոր շերտերը եւ իհարկե վաղ տարիքից է բոլորը պետք է իմանան թանգարանի նշանակության կարեւորության մասին, որովհետեւ թանգարանը աստիճանաբար անընդհատ հարստացնում է իր նյութը, իր ցուցադրությունները, կազմակերպելով նորանոր թեմատիկ միջոցառումներ։ Կրթական, գիտական, մշակութային նախագծերի շնորհիվ 2024-ին 4665 այցելու է ունեցել թանգարանը։ QR կոդերի միջոցով օտարերկրյա հյուրերի համար էքսկուրսիան կարող է անցկացվել անգլերենով։ Այս տարի նույնպես ես վստահ եմ ունենալու ենք էլ ավել այցելուների թիվ, որովհետև արդեն իսկ մենք ունենք մոտ 2000, եթե չեմ սխալվում, 300 այցելու, դեռ կարող ենք ասել այդ զբոսաշրջիկների շրջանը դեպի Սյունիքի մարզ դեռևս չի բացվել եւ առաջիկայում վստահ եմ, որ կունենանք մեծ թվով այցելուներ։ 2007-ից է երկրագիտականը միացել թանգարանների միջազգային օրվան նվիրված միջոցառումների անցկացմանը։ Աշակերտները մշակութային օջախում պարբերաբար համակցված դասերի են մասնակցում։ Այցելուների համար կարպետագործություն, դաշույնի պատրաստում, արի պեղենք միասին, թանգարանն իմ աչքերով վարպետաց դասեր էին կազմակերպվել։ Այսօր մասնակցում եմ թանգարանային գիշերվան, նկարում եմ երկրագիտական թանգարանի ներսի հնագիտական իրերը։ Նկարում եմ կուժեր, հին ջաղացներ եւ կարպետ։ Պեղումներ ենք անում ենք մեր դասարանով ու շատ հետաքրքիր բաներ են գտել՝ կավի մնացորդներ, կավե սալիկներ, զարդեր։ Այստեղ թանգարանային գիշերին ես մասնակցում եմ որպես կամավոր։ Թանգարանները ընդհանրապես կարևոր են նրանով, որ մարդ կարողանա ճանաչի իր տեղանքի հնությունները, իրերը, պատմությունը։ Կապանի երկրագիտականը հարուստ է հնագիտական նյութերով, Սյունիքի պատմությանը վերաբերող իրեղեն ապացույցներով։ Մոտ 13000 ցուցանմուշ ունեն, որից 2300-ը հնագույն ժամանակներին պատկանող։ Առաջիկայում մենք հավանաբար հունիս կամ հուլիս ամսին Կապանի երկրագիտական թանգարանը հուշագիր կստորագրի նաև Երևանի պետական համալսարանի երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի հետ եւ վստահ եմ, որ այդ ամեն ինչը նոր հնարավորություններ, նոր պլաններ կմղի մեզ, ինչպես նաև կբարելավի նաև կրթամշակութային գիտական կյանք։ Օրն ամփոփվեց խարույկի շուրջ գիտարահարների հաճելի կատարումներով։